Տարածաշրջանային խաղացողները շարունակում են քննարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սկանդալային հայտարարությունները Շուշիի մեդիա ֆորումի ժամանակ։ Ալիևը օրինակ պատասխանելով ուկրաինացի լրագրողներից մեկի հարցին հայտարարել էր, թե Բաքուն միշտ աջակցել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը եւ կոչ էր արել Կիևին չհաշտվել տարածքների օկուպացիայի հետ։ Միևնույն ժամանակ նա ասել էր, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները լիովին կարգավորված են եւ ունեն դրական դինամիկա։ Կրեմլը ըստ էության հաստատել է այս հայտարարությունը։ Դմիտրի Պեսկովի բառերով, Ուկրաինայի հարցը վիճելի թեմա է Ադրբեջանի հետ, բայց Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ։ Ալիևի այս ու մյուս հայտարարությունները կքննարկենք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։ Բարի երեկո, Արման։ Բարի երեկո, Լարա։ Ինչպես կգնահատես, կմեկնաբանես Ադրբեջանի քաղաքականությունը եւ Կրեմլի արձագանքը։ Մոսկվան իդեմս Պեսկովի հստակ հասկացնում է, որ իրատեսորեն է գնահատում իրավիճակը։ Կրեմլի համար Բաքվի ուկրաինամետ հռետորաբանությունը վիճելի թեմա է, որը չի կարող ստվերել երկու երկրների միջև եղած ռազմավարական սերտ կապերը։ Այս իրավիճակը ցուցադրում է Բաքվի եւ Մոսկվայի միջև առկա պրագմատիկ շահերի վրա հիմնված գործընկերությունը։ Մի կողմից Արևմուտքի եւ Ուկրաինայի համար Ալիևը շրջանառում է տարածքային ամբողջականության սկզբունքը, իսկ մյուս կողմից Ռուսաստանի հետ խորացնում է տրանսպորտային ու տնտեսական ռազմավարական գործակցությունը։ Սա նաև ազդակ է այն մասին, որ Մոսկվայի համար Ադրբեջանի ներկայիս լոգիստիկ եւ տնտեսական դերը, մասնավորապես հյուսիս-հարավ միջանցքի համատեքստում, շատ ավելի կարևոր է, քան դիվանագիտական հայտարարությունները։ Արման, հետաքրքիր է, որ Ալիևը խոսել է նաև խորհրդային տարիներին Ադրբեջանի նավթի կողոպուտի եւ բնապահպանական աղետների մասին, փաստացի զարգացնելով հակառուսական քարոզի այդ թելը։ Ինչ է թաքնված այս հռետորաբանության հետևում։ Իրականում սա զուտ ներքին սպառման մանիպուլյացիա է, Լարա, որի իրական պատկերը բացահայտում են միջազգային հետաքննությունները։ Խորհրդային տարիներին արդյունահանված բնական պաշարներից գոյացած միջոցներով է Ադրբեջանում կառուցվել այն ողջ ենթակառուցվածքային բազան, որն այսօր շահագործում է Ալիևյան վարչակազմը։ Ուշագրավ է, որ այսօր Ադրբեջանի ընդերքի, մասնավորապես ոսկու եւ թանկարժեք մետաղների արդյունահանման իրավունքները փոխանցված են նախագահական ընտանիքի օֆշորային կառույցներին եւ բրիտանական Anglo-Asian Mining ընկերությանը։ Ըստ արևմտյան անկախ հետաքննությունների, հենց այս ընկերության բիզնես շահերի համար 2023 թվականին կազմակերպվեց Լաչինի միջանցքի բլոկադան բնապահպանական կեղծ լոզունգներով, որն ավարտվեց Արցախի էթնիկ զտմամբ եւ Կաշենի հանքավայրի զավթմամբ։ Իսկ երբ Ադրբեջանի ներսում Գեդեբեկի շրջանի Սոյուտլու գյուղում տեղի բնակիչները բողոքեցին նույն այդ բրիտանական ընկերության թունավոր թափոնների դեմ, Ալիևի վարչակազմը ոչ թե լսեց էկոլոգներին, այլ ոստիկանական կոշտ ուժով լռեցրեց բողոքի ձայնը։ Արման, ֆորումի ժամանակ Ալիևը բացի հակառուսական հայտարարություններից նաև կոշտ քննադատել է եվրոպացիներին, Եվրոպան, նշելով, որ պաշտոնական Բաքուն լրջորեն դիտարկում է Եվրոպայի խորհրդից եւ խորհրդարանական վեհաժողովից ամբողջությամբ դուրս գալու հնարավորությունը, ընդ որում ըստ Ադրբեջանի նախագահի, եթե Բաքուն իսկապես որոշի լքել այդ կառույցները, ներքին լսարանում ոչ ոք չի էլ զգա դա։ Ըստ էության Ալիևը ինքնախոստովանություն է արել, Լարա, այն պնդումը, թե Եվրոպայի խորհրդից դուրս գալը երկրի ներսում ոչ ոք չի նկատի, Ալիևի ընդդիմախոսները բացատրում են պարզ իրողությամբ։ Ադրբեջանում արդեն իսկ հաստատվել է լիակատար ավտորիտարիզմ, իսկ եվրոպական դատական վճիռներն ու իրավական նորմերը տարիներ շարունակ պարզապես անտեսվել են իշխանությունների կողմից։ Ալիևի այդ հայտարարությունը եվրոպական կառույցների հետ տարիների շարունակվող հակասությունների տրամաբանական գագաթնակետն է։ Բացի չնայած մամուլում հարյուրավոր օրինակներ կան այն մասին, թե ինչպես է ներսում Ալիևը ճնշում, լռեցնում, բանտում ընդդիմադիր առաջնորդներին, Ալիևը հայտարարել է դրա ֆոնին, որ ժողովրդավարությունը Ադրբեջանում բարձր մակարդակի վրա է, իսկ Շուշիի այդ ֆորումին մասնակցած եվրոպացիներից որևէ մեկը ըստ էության որևէ հակաթեզ չի առաջարկել։ Այո, Լարա, որովհետև Շուշիի գլոբալ մեդիա ֆորումն իրականում ադրբեջանական ներքին լսարանի եւ սահմանափակ օտարերկրյա հյուրերի համար նախատեսված բեմադրություն էր։ Ֆորումին ներկա չի եղել որևէ անկախ լրագրող կամ մասնակից, որ կարող էր տալ երկրի ներքին խնդիրներին վերաբերող սուր կամ անցանկալի հարցեր։ Ադրբեջանական ընդդիմությունը մատնանշում է, որ միջազգային առաջատար լրատվամիջոցները ողողված են երկրի ներսում շինծու ձերբակալությունների եւ շուրջ 400 քաղբանտարկյալների արկայության մասին նյութերով, սակայն ֆորումի մասնակիցներից եւ ոչ մեկը չբարձրացրեց այս թեմաները, քանի որ Ադրբեջանն իր ներսում ամբողջությամբ լրացրել է այլախոհությունը։
Ալիևի համար շատ հեշտ է միջազգային հարթակներից խոսել ժողովրդավարությունից եւ եվրոպական կառույցներին մեղադրել կողմնակալության համար, երբ երկրի ներսում ցանկացած բողոքի ակցիա ճնշվում է ոստիկանական կոշտ ուժերով։ Շնորհակալ եմ Արման, սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մեր տաղավարում էր Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան, ադրբեջանագետ Արման Բադալյանը։